Տոնական լույսերը 500 դրամից սկսված ունենք, մինչև ենթադրենք 10-12 հազար դրամ։ Ու այս մեր պապիկներն են, որ մեր հայոց աշխարհին լիքը բարիքներ բերեն։ Մարդը գալիս է պետք տոնավաճառ ինչի համար, գները սակարկելու համար։ Պետակ առևտրի կենտրոնում ամանորյա եռուզեր է, ամենուր տոնական լույսեր են, եղևնի զարդարող խաղալիքներ։ Սրանցից ամենապահանջվածը շուկայում ձմեռ պապիկի տեսքով արձանիկներն են եւ տարվա խորհրդանիշ հրեղենձին։ Տոնական լույսերը 500 դրամից սկսված ունենք, մինչև ենթադրենք 10-12 հազար դրամ։ Ըստ լամպերի, ըստ երկարության են գալի։ Ձմեռ պապիկները այս տարի համեմատաբար շատ մաչել են անցած տարվա վրա։ Անցած տարի ծախում ենք 20,000, այս տարի ծախում ենք 12,000։ Բավականին եւ Չինաստանում է էժանացել։ Եթե այնտեղ էժանանում է, մենք ստեղ էլ հիշացնում ենք գները, էլի, շատ բարձր չէ։ Ամանորին դեռ մեկ ամիս կա, սակայն զարդարանքներ վաճառողները պնդում են, ամանորյա առևտուրը շատ լավ է մեկնարկել։ Փառք Աստծո, այս տարի շատ լավ է սկսել, հուսով եմ ու լավ է լինելու։ Մենք Չինաստանում ենք էժան ձեռք բերել, այսինքն եթե այնտեղ էժանանում է, ստեղի բնականաբար էժանանում է։ Մեր մոտ կա հիմա մրցակցությունն է, այդ կոնկուրենցիա ասած հասկացողությունն է, ավտոմատիկի իրանք իջնում են ստեղ։ Այսինքն ունենց է շուկայա։ Սուպերմարկետ չի մտնում ես գինը գրած կանգնած է մարդը գալիս է պետք տոնավաճառ ինչի համար գները սակարկելու համար մեկ թանկ կա եւ էժան կան որակների տարբերություն կան ընտրությունները բազում են դրա համար գալիս են մեզ Տոնավաճառում կարող եք գտնել տոնածառներ սկսած 15-ից 20 հազար դրամ արժեքից, լույսեր սկսած 500 դրամից եւ անգամ այն զարդարանքներից, որոնք օրինակ կհանդիպեք Երևանի փողոցներում։ Այս 3 հատ իրար հետ մի 150,000 դրամ նոր ոճի մեջ է ինքը գալիս։ Սենց գեղեցիկ անկյուններ հավաքելու համար է, հիմնական ռեստորանների, դեկորացիաների համար է, բայց վարտիրանների համար էլ է շատ սիրուն, որովհետև շատ մեծ տարած չի վերցնում ինքը տոնածառ։